Թուրքերենում մենք մի խոսք ունենք. ջուրը փոքրին, խոսքը մեծին։ Շատ պատահական հայերի մեջ տարածված այս ասացվածքով է թուրքական կողմը սկսում Փաշինյանի հետ հարցուպատասխանը։ Այն տեղի է ունեցել մարտի 11-ին, հրապարակվել միայն 3 օր հետո, Հավուր պատշաճի մոնտաժից հետո։ Աննախադեպ այս առիթի համար շատ շնորհակալ ենք։ Հայաստանի առաջարկով ու Հայաստանի պետական բյուջեի հաշվին թուրքական 10 լրատվամիջոց է հյուրընկալվել Փաշինյանի կաբինետում։ Առաջին հարցը հայ-թուրքական հարաբերությունների մասին է։ Այս պահին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ինչ կետի ենք հասել, հստակ որտեղ ենք գտնվում։ Եվ այսպիսի հարց է ինձ հետաքրքրում. եթե մի օր դուք քաղաքականությունը թողնեք եւ թոշակի անցնեք, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված եւ հատկապես Հարավային Կովկասի հետ կապված ինչպիսի ժառանգություն կկամենայիք թողնել ձեզանից հետո։ Դե երկրորդ հարցին շատ կոնկրետ, շատ դժվար է պատասխանել, որովհետեւ դեռ պետք է տեսնենք, թե ինչ արդյունքներ են արձանագրում եւ ինչ արդյունքներ կան ամփոփելու։ Կա առաջընթաց ըստ Փաշինյանի երկու երկրների հարաբերություններում, գործարար կապեր, հանդիպումներ հատուկ ներկայացուցիչների մակարդակով, հեռախոսազանգեր Թուրքիայի նախագահի հետ, հանդիպումներ, մինչև անգամ բախտ է ունեցել Թուրքիա գնալ Էրդողանի երթմնակալությանը մասնակցել։ Նախագահ Էրդողանը ընտրվելուց հետո ինձ հրավիրեց մասնակցել երթմնակալության արարողությանը եւ ես որոշում կայացրի մեկնել Անկարա եւ դա նույնպես շատ կարեւոր իրադարձություն էր երկկողմ հարաբերությունների համար։ Այս ուրախ նոտայի վրա հնչում է հաջորդ հարցը. ինչ դիրքորոշում ունի այսօրվա Հայաստանը ցեղասպանության վերաբերյալ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում ցեղասպանության հարցը ինչպիսի ազդեցություն ունի հիմա։ Ըստ ձեզ, դա արդեն նախկին անցյալ փուլ է, նախկինում է մնացել այդ հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Շարունակում է հարցին պատասխանել Փաշինյանը եւս 20 րոպե, վստահեցնում, որ այսօր ամենակարևորը խաղաղությունն է, ու այդ եզրույթի շուրջ էլ Հայաստանն ունի ձեռքբերումներ։ Մենք ունենք շատ մեծ ձեռքբերում, խաղաղություն, բայց Ավստրալիայի հետ, բայց Նոր Զելանդիայի հետ, բայց Բրազիլիայի հետ, որը իրոք ունենք ընդ որում, եւ ուրախ ենք, որ նորմալ հարաբերություններ ունենք։ Հերու չէ նաև Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալը, հատկապես երբ Փաշինյանը այսպիսի կարծիք ունի Արևմտյան Հայաստանի մասին։ Իմ ընկալմամբ Արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է եւ Արմավիրի մարզի եւ Շիրակի մարզի կոնկրետ բնակավայր է։ Հիմա խնդիր կա հայ հասարակության ընկալումը փոխելու հետ, այսպես կարելի է ենթադրել Փաշինյանի խոսքից։ Թուրք լրագրողների մոտ կարծես դժգոհում է սեփական ժողովրդի մտածելակերպից Հայաստանի վարչապետը։ Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհանուր քաղաքական բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում եւ օգտագործվում է, դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։ Որ իրեն հաջողվում է հայերի վերաբերմունքը փոխել թուրքերի նկատմամբ, Փաշինյանը չի կասկածում։ Facebook-ի լայքերն էլ են այդ մասին խոսում։ Իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել մեր սոցիալական ցանցերի մեր օգտատերերի շրջանում, ամենաշատ դիտումները, ամենաշատ հավանումները, եւ ես նայում եւ զարմանում եմ։ Ես զարմանում եմ։ Բայց հիմա կարող է թվալ լավ Facebook-ի լայքերն են քննարկում։ Ես դա ձեռքբերում եմ համարում, ուղիղ պետք է ասեմ։ Վստահաբար Փաշինյանը մի նոր ձեռքբերում էլ կավելացնի հայ-թուրքական հարաբերությունների մասին իր նոթերում։ Ջուրը փոքրին, խոսքը մեծին ասացվածքի օգտագործումը թուրք լրագրողի կողմից ուրախացրել է Հայաստանի վարչապետին։ Ես գիտեք ինչը ինձ զարմացրեց, ինչով դուք սկսեցիք ձեր խոսքը։ Դուք ասացիք, որ ձեր մոտ կա արտահայտություն, ջուրը փոքրին, խոսքը մեծին։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ էլ կա այդ արտահայտությունը։ Եթե սա կընկալվի որպես ուղերձ, կարծում եմ բավականին լավ ուղերձ է։ Շնորհակալ եմ շատ։
Լիլիթ Խալաթյան, Հայլուր։